Հիմա խնդրենք Տրդատ Դոնեկյանին բացատրի պարզաբանի հայրենասեր եք, թե հայրենասեր չենք, եթե ընդհանրապես հայրենասերը ո՞րն է։ Խնդրեմ պարոն Դոնեկյան։ Սկսեմ մի պատմությունից, որ գիտական հետազոտություն է արվել երկար տարիների, ինչ հետազոտություն աֆրիկացիները, որոնք մի քանի դար առաջ տարվել են Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկա, իրանց սերունդներ են տվել, այդ սերունդների վրա են փորձեր անում, որտեղ իրանք սերում են տարբեր ինստիտուտներում, այնտեղ Եվրոպաներում, Ամերիկաներում, եւ նրանց, ովքեր նոր են գնում այնտեղ, ու այդ նույն ինստիտուտներն են սովորում։ Պարզվում է, որ ընդունակությունների մեջ նրանք, որոնք նոր են գնում, շատ բարձր են։ Նույն գենը ունեն, նույն մարդիկ են, ասենք, չեն խառնվել են, նրանց համար, որ մտածում էր քաղաքակիրթ աշխարհում պիտի ավելի զարգանային, հա, իսկ ինչ է դա նշանակում։ Պարզվել են, որ իրանք քանի որ դարերով ստրուկ են եղել ու ճնշվել են, այդ գնացածները, հա ճնշված են եղել, իրանց ցանկացած ընդունակություն նույնպես ճնշված է։ Իրանց ազատության աշճանը ոչ միայն ճնշված է, այլ նաև իրանց մտածելակերպն է ճնշված։ Իրանց բոլոր տեսքսակի, այդ միջինով էլի, մեծ աշխատատություն է դա։ Այսինքն իրանց բոլոր հնարավորությունները ճնշված սերունդներ են անցնում, բայց ոնց որ թվում է թե Ամերիկայում մեծացել ավելի ազատ պետք է լինի, կամ Մեծ Բրիտանիայում մեծացել ավելի ազատ պետք է լինի, բայց ինքը ավելի ճնշված է։ Այդ մեկ փորձ, որը դեսա կբերենք մեր ազգի։ Ես ուզում հասկանամ, էլի ֆիզիկան, որպես ֆիզիկոս, թվել ֆիզիկոս ինչ է պետք է նպաստել, էլի, ասենք, որ բնատուր ընդունակությունները ճնշվի, որտեվ մենք էլ ենք այդպիսի փուլեր անցել դրա համար։ Հենց այդ դրա համար եմ ուզում ասեմ, էլի, մենք էլ ենք։ Դուք կբացատրես, թե ասենք ինչու ուղեղում ինչ է կատարվում, թե հոգեբանության մեջ։ Ոչ միայն ուղեղով, ինձ թվում է գենետիկ մակարդակով էլ ինչ-որ փոփոխություններ են, որովհետև գենը մուտացիա է լինում։ Անդադ ճնշում ես, ինքը որոշ հատկանիշներ կարող է ասենք հետ գնան։ Կարծես է չիպերը հանեն մարդու մեջ։ Այսինքն իր ազատ թվում է թե այնտեղ ինքը ավելի բարձր հասարակությունում ապրում, ավելի պիտի ընդունակ լինի։ Շփվի բարձր քաղաքական, բայց իրանք ավելի հակառակը ստացվեց փորձի։ Այսինքն եթե եզրակացնում եմ, եթե որևէ հանրություն բավական երկար ժամանակ ճնշված վիճակում է լինում, նրա ընդունակությունների կարողություն, մտավոր կարողությունների վրա էլ ազդումները շատ թույլանում են, այսինքն ԱԿ-ն իջնում է։ Հաջորդ փորձը, որ գերմանացիներն են արել, երբ որ կոնսլագեր էին ընկնում, որպեսզի կոնսլագերը կարողանան պահեն, դե սկզբից խիստ ճնշման էին ենթարկում ինչ-որ ձևի մարդկանց։ Հետո ինչ-որ ժամանակ հետո արդեն իրանք, ասինքն բանդապահների թիվը 10-ով քչացնում էին, որտեղ էֆեկտիվ լինի։ Մեկը իրանք ճնշված էին, էլ ոչ մի քայլ չէին անում ազատության համար։ Ես մի օրինակ բերեմ գուցե խոսացի հետ մեր իրականությունից, ինչ-որ մի սեզոն այսպես մարդիկ մասնավոր գազանանոցներ ունեին եւ արջեր էին պահում, այդ արջերին որոշում կայացրեցին, որ պիտի հանեն եւ տարել էին ավելի մեծ տարածք եւ ինչ էր հետաքրքիր, այնտեղ 3 մետրանոց վանդակ էր եղել, իսկ հիմա ինքը մեծ ինքը 3 մետր է գնում գալիս։ 3-ից ավել իր գիտակցությունը չկա, հասկանում ես, փոքր շրջանակների մեջ կենթանիների վրա է ազդում, էլ հետո բաց ես թողնում, ինքը նույնն է, հասկանում ես, ինչպես վանդակում, այսինքն քո ասածն էլ կարող է դրա մեջ լինել։ Նա մի հատ էլ ուզում եմ փորձ բերել, որտեղ ակվարիում է, որտեղ մեջտեղը թափանցիկ ապակի են դնում, միտեղ փոքր ձկներ են լսում, միտեղ գիշատի ձուկ են դնում, այս գիշատի ձուկը գալիս է խփում այդ ապակին, չի կարող հասնի, տենց խփում հետա գնում, ու տենց մի քանի օր հետո ինքը գնում է մի անկյունում, սենց լուր նստում բան անում, էլի մնում։ Հասկանալ որ չի կարող ուտել։ Չի կարող, հա, ուտեղ փոքր ձկներին բաց են թողում, այդ ապակին հանում են։ Ու պատկես ինքը իրոք գիշատիչ բան է, ձուկ է, որը կարող հանգիստ բոլորին ուտում է բնության մեջ։ Գալիս են այս փոքր ձկերը, սկսում են իրան կծտել ու մինչև վերջ ուտում են, ինքը չի էլ պայքարում։ Դա ոնց է բացատրում, մտածում եմ չեմ կարող։ Հա, ապակի հուսահատության աշճան։ Հա, փորձելը չի ստացվել, անկարող եմ։ Հուսահատության աշճանն այնքան է, որ ինքը հնարավոր է, բայց չի կարող դա անել։ Ներքուստ ունի պոտենցիալը,
բայց ասենք այդ հնարավորությունները օգտագործելու համակարգ անջատել է։ Հա, անջատել է, որովհետև ինքը հուսահատվել է։ Որ հետաքրքիր է երեքն էլ։ Նայեք, ես մի քանի բանից սկսեցի ինչի, որ պատմեմ մեր հայ ազգի մասին, հայրենասիրությունը ինչ է նշանակում։ Իհարկե բոլորը հիմա գիտեն ինչ է հայրենասիրությունը, իրանց ընկալմամբ։ Բայց մի քիչ ուրիշ ընկալումներ կարանք ներդնենք, որոնք կարող է իրանց ընկալումը մի քիչ ավելի լայնացնի։ Մեծ մասը հասկանում է հայրենասիրություն, դե հայրենիքի համար կյանք տալ, գնալ պայքարել եւ այլն։ Հիմնական այդ մասն են հայրենասիրությունը։ Մեծ մասը, քիչ մասը, ժողովրդի այդ իրենք քիչ են դժբախտաբար։ Բայց հայրենասիրությունը մենակ դա չի, ավելի քչերը, դրանցից ավելի քչերը, ասենք որ հայրենասիրությունը դե հայրենիք սիրելն է, սիրելու ընկալությունն է։ Այսինքն սիրել հայրենիքն դա նշանակում է ինչ մի քիչ բացենք փակի, սիրել մշակույթը, սիրել հողը, սիրել լեզուն, սիրել տեղ ապրող մարդկանց, սիրել իր գործունեությունը, այսինքն նաև սիրել, նայեք, եթե մարդը սիրելու ընդունակություն չունի, այստեղ մի քիչ գանք ավելի հավատին, հավատը դա բերում է սիրո, այսինքն առանց հավատի մարդ սեր չունի, այդ տիպի նուր թելա, դեռ ասես կարամ ես անհավատալ լինեմ, սիրեմ, տենց չի կարա լինի, դա ձեր դեմ կառարկեն շատերը։ Դե թող առարկեն, բայց սերը աստվածային ոլորտից է, էլի ինքը մարդկային չի։ Չէ, էմոցիաներ կարան ունենան, էմոցիաների մասին չի, բայց սեր չենք ունենալ։ Հիմա հիմնակետը ինչ է, եթե մարդը Աստծուն սիրում է, ուրեմն իր մեջ սեր կա, ինքը կարա հայրենիքին սիրել, այսինքն հայրենիքին կարան սիրեն, որոնք ներքին հավատ ունեն։ Եթե հավատ չունեն, արդեն սերել չունեն, դա պետք է փոխադարձ իրար բան ասենք։ Հիմա հայրենիք սիրելը նշանակում է ավելի բացենք փակագծերը, ինչ է այդ որ ներդրվում էլի, որ դա ներդրվում է, որ ցանկացած մեր գործողություն մեջ սեր դրսևորեմ հայրենիքը ծաղկացնելու, լավացնելու երևույթով։ Դա դե էլի թվարկեցի հողն է, դա մշակույթն է, դա լեզունն է, դա տեղ ապրող մարդիկ են։ Բարդ չի հայելն են, բայց տեղ ապրող բոլոր մարդիկ են։ Հիմա սկսենք հողից, հող սիրելը։ Հող սիրելը նշանակում է այդ տեղի հողը, ոնց որ դուք գնում եք ձեր հիմա այգին, ուզում եք պարտացնեք, բնությունը որտեղ ծաղկի, բերք տա, թեկուզ բերք չտա, կենդանիներն էլ օգտվեն այդ բերքից, մարդիկ էլ օգտվեն, էկոլոգիան ուրիշ դառնա, մենակ քարեր չլինեն եւ այլն։ Այսինքն հայրենասիրությունը հողի նշանակում է հողը ոչ միայն սահմանները պահելն է, որտեղ էդի մարդիկ ինչ որ մասը հասկանում է, ձեր ասած, քիչ, ավելի քիչ են որ հասկանում, այդ տնեսում այդ հողին հարգելն է, հողը մշակելն է, հողը ծաղկացնելն է, նաեւ հողը չթունավորելն է։ Նույն կարող գյուղացին ինչ որ մասը հողը մշակում են, բայց հողը թունավորում են։ Այսինքն իրանք բերքին չեն անում, կապիտալիզմը դա հակադրվում է հայրենասիրության դեմ։ Հիմա որ մենք կան գլոբալիստներն են մենակ հակադրվում հայրենասիրության, կապիտալիզմն էլ հակադրվում հայրենիք ընկալման մեջ, որտեղ այնտեղ հիմնական հայրենասիրության ժամանակ շահույթի գաղափարն, այսինքն հայրենիքի ավելի բարձր է գնահատվում, քան անձնական շահույթը։ Իսկ կապիտալիզմը տենց չի կար, անձնական շահույթն է միշտ բարձր գնահատվում։ Դրա համար ոչ միայն գլոբալիստները, այլ կապիտալիզմն է դեմ հայրենիք ունենալուն։ Դա խորքային բան է, մարդիկ կարող դա այդքան էլ չեն ընկալում, բայց կապիտալիզմը դեմ է, որտեղ իր շահույթը առաջնայինն է ինքը դնում միշտ։ Ու այդ ներշնչումն է գալիս, որ քո շահույթը առաջնայինն է, հայրենիքը երկրորդական է։ Դրա համար ամեն ինչ կարած դու հայրենիքը ոչնչացնես, անում քո շահույթի։ Քո շահույթի ամենակարևորը քո շահույթն է։ Հիմա դե հողից որ սկսենք այդ հողի մասին, դե հիմա գյուղացին ուզում է շահույթ ստանա, ինքը ուզում է գեր շահույթ ստանա, բայց ինքը իր շահույթը անձնական է, ինքը չի մտածում որ կարա լիքը թույներ լինի, ասենք օրինակ սրսկելը, պետք է ասենք բերք հավաքելուց առաջ, կարծեմ 40 օր պետք է չսրսկեն ծառերը։ Հա, ինչ որ այդպես բան կա, որ թույնը բտղին չանցնի։ Բտղին չանցնի, մարդիկ ուտեն չթունավորվեն։ Բաներ կա, հա։ Նու, սկսած մի հատ հասարակ բանից։ Կամ որտեղ մեղու են աճացնում, ճանջեր են ասում։ Հա, այդտեղ ծառերը չի կարելի սրսկել, տանել ընդեղ, որտեղ ծառերը չի սրսկում, այսինքն սրսկած։ Կամ այդ թույների քանակ կա, դոզա կա, չէ, ասենք կարան իրանք բերքը շատացնեն, բայց այդ թույնը գնում է բերքին։
Այդ թունիկատները բացի այդ պարտանյութերը թույն են, էլի թույն են, քիմիական բաներ են։ Պետք է հասկանան, որ հա բերքը շատ կստանան։ Մյուս բանը մուտանտներ, այդ գմոյով բաներ աճացնելը, բայց այն մարդիկ, որ դա հայրենիքում են, չէ՞, իր հայրենիքին է ինքը ուզում ծաղկացնել բերքը, իր շահույթն է ուզում շատացնի, բայց պետք է ոնց որ համադրություն ունի, այդ իր շահույթը ավելի գերակարևոր, քան հայրենիքը, որտեղ հայրենիքը տեղ այդ մարդիկ են։ Ինքը այդ մարդկանց բոլորին թունավորում է, որոնք կյանքը կարճացնում է։ Ստացվում է դրդատ այդ մարդը հողը չի սիրում, քանի որ հողի ապագայի մասին չի մտածում, թունավորում է, այդ բերքը թունավորած տալում է շուկա մարդիկ, հետո այդ մարդկանց էլ ինքը չի սիրում, քո չափանիշները որ նայում ենք ինքը հայրենասեր չի։ Եթե անգամ գնանք կյանքը զոհի, էլի ստացվում է, որ դու պակաս հայրենասեր ես, իսկ եթե ընդհանրապես դա էլ չկա, դու հայրենասեր չես, այսինքն բանաձև կա հայրենասիրությունը։ Նա դեռ շարունակի հողից որ անցնելու լինես, ես երկու նշումներ եմ արել, ես այդ հող բնությունը հայրենասիրությունը, նրանք հոգևոր դաշտում մի քիչ ուրիշ ձև են մոտենում։ Ասում են, այն չի, որ մի անգամ դու միած սխրանք կատարեցիր։ Հայրենասիրությունն այն է, որ դու ամեն օր ես սխրանք կատարում։ Դժվար, դու ոնց որ քո անձը թերը կարող է նույնիսկ պատերազմի դաշտին կյանք զոհեն կամ վիրավորվեն իրանց ինչ որ արուն թափեն, բայց դա մի հատ էմոցիայի տակ են իրանք ոգեշնչված անում, եթե կարողացել են ոգեշնչել, բայց մի հատ նուրբ կա, որ ինքը ամեն օր որ մտածի ինչ անում է հայրենիքի համար, ամեն իր կյանքը, որ ինքը ապրում, ասենք միջին ասեմ 80 տարի, որ ինքը ամեն օր այդ մշակույթի մեջ, այդ իր դաստիարակության մեջ, որ ամեն օր իր կյանքը սխրան կլինի հայրենիքը ծաղկացնելու համար, հայրենիքի համար։ Ու թվարկեցի ինչա հայրենիք էլի։ Դա առաջինը, որ իր մեջ սերը շատացնի։ Եթե ինքը իր երեխային բռնություն անում կամ կնոջը, էլի ինքը հայրենիքը չի սիրում, որտեղ սերը առաջինը սերն է։ Եթե սեր չկա այդ միջավայրում, ուրեմն այդտեղ բռնությունն է, ուրեմն ինքը հայրենիքը չի սիրում։ Այդտեղ պետք է մարդիկ մտածում են հայրենիք սիրել, մի քիչ ուրիշ բան են հասկանում, էլի։ Դա համար հիմա գանք որ ինքը երբ որ բռնություն անում կամ ուրիշի նկատմամբ ինքը հայրենիքը չի սիրում։ Ուրեմն բռնությունը հիշի, դու հողից ոնց անցար բռնությունից ես երկու դիտարկում էլ ես անեմ։ Ժամանակին մի լուսանկար էի տեղադրել իմ Facebook-յան էջում, բռնության մի գեղատեսիլ վայր էր աղբակույտի վերածված, գետի կողքեր, ու այդպես շշեր, զզվելի էր էլի։ Ես այդ նկարը դրեցի եւ գրեցի այս բնության հետ այսպես վարվող ժողովուրդը չի կարող ավելի լավ իշխանություն ունի, քան թե ունի։ Շատերը ասեցին, ոչ, դուք այդ ինչ է, դա կապ չունի, բայց ես կապը տեսնում եի քո ասածի հետ։ Հետո մյուս կողմից հետո հանդիպեցի Դաստոևսկի խոսքին, որ ասում էր բնությունը չսիրող մարդը պիտանի չի քաղաքապետության համար, վատ քաղաքացի է լինելու ինքը, հասկանում ես։ Սա էլ մյուս բանաձև է։ Կապիտալիզմ ասեցիր, կապիտալիզմի կայացումն էլ ուսումնասիրել եմ, հենց այդ փուլում փողի հարստության հաջողություն ունենում են այն մարդիկ, ովքեր ոչ հայրենիքն են սիրում, ոչ այդ մարդկանց են սիրում, ոչ հողն են սիրում, ազգի հայրենիքի զգացողությունը քիչ ունեցող մարդիկ են, որ բարձրանում են վերև եւ հետո արդեն իրենց այդ կեղծ մշակույթը տարածում են, իրական հայրենասիրությունը ճնշում են։ Մենք հիմա այդ փուլերի մեջ ենք, դրա բացասական ազդեցություններ էլ կա, էլի։ Վա խնդրեմ շարունակի, բայց հիմա դու որ խոսում ես, ես նայում եմ երևի հայրենասեր շատ քիչ մարդ գտնենք, որ Դեպի դա դաստիարակվի, դա պետք է դրանք հասնենք, դա բայց այ հիմա որ ասում ես ամեն օր, ես էսպես եմ հասկանում, ամեն օր սխրանք։ Եթե դու գիտես, որ սելիտրան այսքան նորմայից ավել 10, դա քեզ օգուտ կբերի, բայց նրանց վնաս, ու դու գնում ես, ու դա չես անում, դա էլ է սխրանք։ Դու քո շահը ստորադասեցիր, մնացածի շահ, դա է փոքր, բայց սխրանք է, չէ՞, ասենք ամեն օր դու այդպիսի բաներ պիտի անես, թույլ չտաս քեզ։ Թվում է թե դա սխրանք չի, չէ՞, բայց դա էլ է սխրանք։ Շարունակիր։ Բռնության հասանք, բռնությունը նայեք, մենք որ մեր հողը սիրելը, նաև նշանակում է նայեք, որ այդքան թույն տալիս ենք, հողը էլ բերք չի տալիս, դա գիտեք, դա բան չի աճում, այդ որ դուք բանեք։ Այսինքն պետք է մենք այնց անենք, որ այդ հողը միշտ բերք տա, միշտ կանաչ լինի, որ բոլորը օգտվեն։ Դե ինչ որ թռչուններն էլ պիտի օգտվեն մեր բերքից, ինչ որ մկերել պիտի օգտվեն։
Հա, պետք է օգտվեն, մարդիկ էլ պետք է օգտվեն։ Այդ բնությունը մենակ հասկանում եմ մեր համար չի։ Ինքը ամբողջ բոլորի համար է։ Նույնիսկ այսպեսի խոսք կա, հայրենիքը նաև բնությունը դա քոնը չի, նախքին սերունդներից վերցրել ես վարձով ապագա սերունդների համար։ Դու մտածի իրենց մասին, էլի։ Որքեզանից հետո հիմա աղակալում են հողերը, որովհետև ինչ որ ճիշտ մշակման ու կամ էլ աղակալած այդ սկսում են սելիտրաներ ինչ որ բաներ տան, իրանք դրանից էլ են սկսում աղակալել։ Ես քեզ շատ եմ շեղում, էլի կբողոքեն հերոսադիտողները։ Մի անգամ ես միտեղ հանդիպեցի ինչ-որ մարդկանց, գալիս էին այդ լոռու գյուղերից կարտոֆիլ էին առնում, բերում էին այս Երևանի մերձակա հատվածներում, ցանում էին, եւ խոսքի մեջ ասին, որ ամեն տարի գալիս են, ասի տղաներ, ես ումից որ գնում եք, սա լավ սերմ է, ճանաչում է, էլ ես կարող եք 2 տարի առնվածը անեք, ամեն անգամ չգաք այստեղ տոննաներով տանեք, ասեցին մեր տարածից սերմ չի լինի։ Ասում ինչպես չի լինի, փոքր կարտոֆիլներ չկան ձեր մեջ, որ ասենք պահեք, հետո ցանեք, դες չէին ուզում խոսեն, հետո խնջույքի սեղանները մի քիչ էլ բացվեցին, ասեցին, գիտեք, մենք որ այս տանում ենք, հեկտարին 150 կիլոգրամ է սելիտրային նորման, 3 տոննա սելիտրա են տալիս։ Լավ էլ ջրում են, ասես մեր բերքը դեկտեմբեր չի հասնում, բերում եք այդ երևանցիների վրա արագ-արագ ծախում ենք, փող են աշխատում, հասկանում ես, այդ մարդիկ հայրենասեր, կարող վաղը միսօր կռվել գնան իրանք, բայց ասենք հակա հայրենասեր են, հասկանում ես, մարդկանց առողջության վրա եւ այլն։ Դե իսկան մարդ հիվանդանում է, տառապում է, այդ տառապանքը վերջո ամեն ինչ պատճառ հետևանքը իրանց է գնում այդ հայրենասերություն։ Այդ հողից սկսեցի մի քիչ են առաջ գնամ, ասեմ, որ մենք այդ 1000 տարի եղել ենք հայրենիք չունեցող ազգ, այդ հստակն է, ու մեր գենետիկան փոխվել է։ Մենք ես էլ էի 1000 ասում, բայց ես վերջերս ինձ ուղղեցին եւ ես սկսեցի ուսումնասիրել 11-րդ, 12-րդ դարի իրադարձությունները եւ բաց հետո է 12-ից 14 տարի մինչեւ մողոլների գալերի պետություն ունեցել ենք Լոռիում բավական մեծ։ Դե մենակ Լոռին ամբողջ Հայաստանը չէ, բավական մեծ Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք է եղել Զաքարյանների իշխանության ժամանակ ու մի բավական երկար է ձգվել, այսինքն ինձ ուղղեցի ես ընդունեցի ոչ թե ես էլ էի 1000 ասում, ասենք 600 տարի։ Էլի շատ մեծ է հիշելու համար, ես համաձայն եմ քեզ հետ։ Դե հիմա բան չեմ։ Հատկապես այդ 600-ը շատ դժվար վիճակներում է եղել, ահավոր եղել։ Դրա համար սիրելու ընդունակությունը կորցրել ենք։ Հայրենիքի ընդունակությունը կորցրել ենք, որտեղ հայրենիք ասելով մարդիկ, չգիտեմ, մշակույթը պահելու ընդունակությունը կորցրել ենք։ Հիմա ասենք շատերը լատինատար են գրում, ինչև այդ որտեղ ապրում են, ասենք ուրիշ երկրներում, իրանք լատինատար են, որ հիմա այնքան է տեխնիկան զարգացած է, բոլոր տեղ կարան այդ ֆոնտը կանչեն, հայերեն գրեն, այլ չասեմ, էլի, դա խնդիր չի, էդ էլ է նույնիսկ կորած։ Այսինքն նույնիսկ մեր երաժշտությունը հին, որ լսում են, վանում են, բայց էդ էլ նշանակում է դու ինքդ քո արմատներից հեռանում ես։ Նայեք, մեր սիմվոլները, չէ, ասենք հիմա ինձ թվում է ինչ որ ամուր մշակույթ ունեցողներին, որ Արարատը իրանցը լիներ ու ասեին վերջ, դա հեղափոխության առաջին քայլն է, որտեղ իրան հիմնական ոգեշնչող սիմվոլը թե Նոյի տապանի գտնվելը, թե այդ առաջին ոնց որ ոգեշնչող ամեն ինչի մեր սիմվոլն է, իսկ դա ասեցի, всё, ձերը չի։ Այն էլ ովքեր են ասում, չգիտեմ ովքեր են ասում, ուրեմն կողքի ազգը եթե թելադրում է, Իրանն էլ լուսինը, ոչ էլ Իրանն է, ոչ էլ ասխերն են Իրանը, կարան հակադրվեն, էլի, այտենց խնդիր չէ, էլի, այսինքն իրանց գերուն լուսին ու ասխեր են, կամ կարմիր գույն, դա ինչը սեփականությունն է, ոչ դա իրանց սեփականությունը ոչ բան։ Ու լավ էլ գիտեմ, որտեղ հայ էթնոսը ապրել ու վերցրել են։ Սիրել նաև մեր սիմվոլները, սիրել լեզուն, այդ նշանակում է, որ մենք խոսանք հայերեն, մաքուր հայերեն։ Եթե մենք հայում ենք հայերենով, ուրեմն մենք չենք սիրում մեր ազգը, նույնիսկ այդտեղ կանք, էլի։ Այսինքն հայյանքը այդ նշանակում է վատաբանել այդ լեզուն կամ
Իրան ոնց որ որակ գցել։ Հավյանքի հիմնական աղբյուրը երբ որ թաթար մոնղոլներ են եկել, սկսել են իրանց լեզվում շատ հայհոյանքներ կա, հետո ոնց որ թարգմանել են ավելի շատ հայերեն։ Այդ ռուսերեն հայհոյանքները ինչքան գիտեմ մոնղոլներից է, չէ՞։ Հա, դե մեր մոտ էլ է եկել։ Թե հայկական ենք թարգմանել, բայց էլի թաթար մոնղոլներից ենք սովորել, դե երկար ժամանակ իրանց լծի տակել ենք եղել, էլի։ Տենց որ ասում ենք մի տեղ պետություն ենք ունեցել, բայց շատ տեղեր ինքը գրաված են եղել, տենց չի որ իրանք շատ դաժան ազգեր են եղել, որ տենց եկել գրավել են մեզ։ Հաջորդը սիրելը տեղ մարդկանց ապրելու, էլի։ Այսինքն բարեացկամ լինել այդտեղ ովքեր ապրում են այդ մարդկանց նկատմամբ, բայց նայեք, ինչքան լարվածություն թշնաման կա նույնիսկ վարորդների մեջ, նույնիսկ որ իրար հետ բիզնես են անում, եթե համընկնում է բիզնեսը, ինչքան լարվածություններ կան, ինչքան հակադրություն կա, եթե ինչ-որ մեկը կառավարության կողմն է, իսկ մեկը հակադիր, ինչքան լարվածություն կա, այդ լարվածությունը թեն մյուս կողմը թեն կողմը չեն սիրում հայրենիքը, որտեղ իրանք էլի նայելա, չէ, այս հայրենիքը համար աշխատում, նայել, ինչ ենք մենք բռնություն, ասենք հարկայինը գնում է ճնշում ան դրան, այն էլ ուզում է խափի, վերջո երկու կողմանի է ամեն ինչ, էլի մի կողմանի չի, ու կարևորը մենք հասկանանք, որ ինչի է դա եկել, որտեղ ինչքան ասում ենք մենք մեր մարամատներից կտրել են, մեզ հավատից են կտրել, առաջինը հավատն են կտրում, հետո մյուս բաները քիչ, էլի քիչ, հետո սիմվոլներն են կտրում։ Հիմա էլ գրողը եկեղեցու դեմ էլի նույն նպատակ ունի, ես կարծում եմ, կտրել եղածից, որ ասենք դառնա ինչ-որ մի բազմություն շատ ավելի անկազմակերպ։ Հետո կտրում են լեզվից, դա էլ է գալու էլ, մենք այտենց հեռու չգնանք էլի, որտեղ ասենք այն մշակույթների մեջ, որտեղ հայերը գտնվում են, ասենք Թուրքիայի ապրող հայերը չգիտեն հայեր, համշա հայերը հայերեն չգիտեն, շատ քիչ, վատ, կամ Ռուսաստանի ապրող հայերը, որոնք սերունդներ են դե աճում, էլի չգիտեն, նույնիսկ այդտեղ, ասենք մեր երկրորդ սերունդը արդեն համարյա չի խոսում հայերեն, շատ վատ գիտեն։ Հայրենասիրությունը նշանակում է սիրելու զգացումը ուժեղացնել, որ կարողանաս սիրել կյանքը, սիրես Աստծուն, սիրես կողակիցներիդ, սիրես հողդ, սիրես մշակույթդ, սիրես երաժշտությունդ քո։ Նայեք, մի հատ ես ընկեր ունեի, ինքը ուրիշ երկրում ապրում, ինքը ինչ-որ մեքենա է շինում, ասում է, երբ որ ես այս մեքենայի ասենք թե ինչ-որ մի հատ սարք, դուռը լավ սարքում եմ, այդ մեքենան տեսնում եմ, ես իր հետ սիրով եմ բաղում։ Մենք այդպես բաներ չենք ընկալում մարդիկ, բայց ես իրան հոգ եմ տանում, ինքը ինձ ավելի լավ է ծառայում, ինքը ավելի լավ է գնում, ուշ է փչանում։ Ու տենց փորձեր կան, օրինակ ծանոթ բան է, ես այս ժամանակին մեքենա ունեի, իրեն հարազատի պես էի վերաբերում, շոյում էի, եւ լավ էլ ծառայում էր։ Ես զգում եմ, որ ինքը ջարդ մետաղ չի էլի, ինչ որ չգիտեմ հոգի ունի չունի, բայց զգում եմ, որ ինքը զգում է էլի։ Նայեք, sense փորձ կենդանիներին չեմ ասում, ասենք ձին կենդանիները դա իհարկե իրանք շատ մեծ հավատարիմ ծառայում են, եթե իրանք սիրում են, շունը կյանքը կտա ամեն ինչը, որ տիրոջը պետք է ամեն։ Ձին էլ, ձին հետ շփվել եմ, գիտեմ ինչ է դա էլ։ Sense փորձ են արել հաստոցների վրա, ուրեմն մարդիկ են աշխատում, նույն տեսակի հաստոցները դրել են փորձը մի քանի անգամ արված։ Այս հաստոցների մարդիկ սորական մարդիկ են աշխատում ամեն օր, ոնց որ իրան դարդերով գալիս են ուղղակի աշխատում են գումար ստանում։ Այս մյուս հաստոցում մարդիկ, որոնք ասում են այդ հաստոցին սիրում են այդ հաստոցը, գալիս են դեր ասած շոյում են ասում են ինչ լավ արտադրելու դեպքում ասում են գերուց են անում բան։ Ուրեմն հաստոցների փչանալու հաճախականություն մի 5 անգամ ավելի շատ է, 5 անգամ, քան այս հաստոցները, որոնք չեն։ Հետո որ երկար ժամանակ են փորձ արել, այս հաստոցները վերջնական են փչանում, այս հաստոցները կրկնակի երակի նայածվան ավելի շատ են աշխատում դրա համար։ Նայեք, մենք նայած մեր գործունեության մեջ այդ հողը։ Այսինքն սերը երկաթին էլ է կպչում, հա, մեկ աթարը գիտենք։
ամեն ինչը կարա ինքը վերափոխի, որտեղ պետք է կենսահոր սիրո միջոցով կենսահոր էներգիա գալիս։ Ռուսերեն պսիխическая էներգիա, ասենք արևելքում պրանային ասում եւ այլ, այդ կենսահոր էներգիա, որ պատվում է, ինքը ուրիշ ձև է աշխատում արդեն։ Ինքը իր մեջ կենթանության էներգիա ունի, որը պատմում է, ինքը ուշ է մաշվում։ Տենց էլ այդ մարդիկ, որ սերը կա, ժամանակ առաջանում կենսավոր, եթե սեր ատելություն կա, իրանք հոշոտում են այդ կենսավոր էներգիան։ Հիմա հայրենիքը քչանում է, որտեղ կենսավոր էներգիան բոլորի արտադրած շատ քչանում է, բոլորը վատնողներ են, ես համաձայն եմ, նույնիսկ ժամանակին մի բանաձև էի ասում, որ պետության տարածքը որևէ ժողովրդի ուղիղ կապ ունի այս ժողովրդի ոգու չափից։ Ոգի չափը մեծանում է, տարածքը մեծանում է։ Ճզմվում է, պետությունն էլ է ճզմվում։ Հիմա մենք այդ ճզման process-ում ենք։ Ու նպատակային էլ ճզմում են, որը էլ ավելի փոքր է։ Այս այդ կապը կարող է այդպես գիտական չի, բայց դա ես էլ եմ այդ կարծիքին եկել, էլի։ Չէ, գիտական հասկերին փորձել են էդի։ Նու ջրինը երևի լսել եք, չէ, ջրինը վատ խոսք են ասում, բայց այդ նույն բանը փորձել են ոչ միայն ջրին, բույսերին են փորձել, բույսերին հետ վատ են մեկի հետ եկել են վատ խոսքերին ասել, մյուսին լավ, այն մյուսը ծաղկել բան, այն մյուսը սկսել են չորանալ։ Նույնիսկ Աստվածաշնչում տենց կա մի հատված, որտեղ գալիս է թզենին Քրիստոսը բերք չի տալիս, ասում է չորացիր, հետո տեսնում են չորանում է դա։ Այն ասում են այդ Քրիստոսը ուժ ուներ։ Հա, Քրիստոսի կենսավոր էներգիան ավելի շատ էր, բայց մարդիկ էլ ունեն ուժ, որ կարան ասեն չորանա։ Հիմա այդ չորանալը պատահեց հայյանքը, ատելությունը, խաբեությունը եւ այլ այդ դրանք տանում են սուտը վեճերը կռիվները դե վեճերը էներգիան արտազատվում այդ տանում են այդ կենսավոր էներգիայի քչացման ոչնչացման իսկ այդ նշանակում է հայրենիքին իրանք հայրենիքը ոչ թե սեր են տալիս սիրում են հայրենիքը այլ ուզում են մենակ օգտվել կապիտալիզմի գաղափարը դա մենակ օգտվել մինչև վերջ շահութստանց որ հողից սաղ ուժը վերցնեն մնացած ինքը ցամքի թե ցանկի ինչ կլինի դա իրագործնա կամ էլ իշխանության որ գալիս են ինչ որ խումբ իրանք մինչև վերջ ուզում են քամեն սենց տանեն հետո ինչ կմնա հետո հաջորդ սերունդը կգա խոզը եւ կաղնին տարակը հիշեցի ինձ ինչ օգուտ զորանա այսօր բերք ունենամ վերջ ինձ քիչ է հետաքրքրում ծառը չորանց չէ կապիտալիզմի բուն նկարագրությունն է փունի Դրա համար մարդկանց հիմա նաև մեր գեները, քանի որ ճնշված են, ու մենք չենք հասկանում ինչա հայրենիքը, պետք է ոնց որ մանկապարտեզից, դասատուներից եւ այլն, նախ իրանք սկսեն։ Մինչև դրան հասնելը դրդատ եկեք ընդունենք, որ դու այդ չափանիշները որ ներկայացրեցիր, ժողովուրդը 600 տարի ինչ որ մի հատված էլ 1000 տարի շատ ծանր պայմաններում գտնվելով այդ փորձերը որ դու բերեցիր բացասական հետևանքների բոլորին ինքը ենթարկվել է եւ այսօր պիտի Թումանյանն էր դեռ ասում քաջություն ունենանք խոստովանելու որ խնդիրներ ունի ինքը իր անցյալի բերումով դա մենք պիտի նույնիսկ վերլուծենք, ախտորոշենք, դնենք մեր դարչև, լացենք, որտեղ շատ տխուր պատկեր է։ Նոր փորձենք հասկանանք ինչ անենք։ Հիմա քննադատել, բախարակել ոչ մի արդյունք չի տալու, հասկանում ես։ Այ հիմա ես դիմում եմ նաև նրանց հոգեբան կլինեն, մարդաբան կլինեն։ Մենք պիտի մի հատ փորձենք հասկանանք այդ դարերը ինչ էական ազդեցություններ են թողել քո նշած համակարգերով, ու եթե հայրենասիրության բանաձևները ենթադրենք դու բերել ես, պետք է գնահատենք ընդհանուրի մեջ ինչ արդյոք հայրենասեր են հայերը, գնահատականը տան քանի տոկոս են հայրենասեր, նոր գանք մտածենք, ասենք, բալավ ինչ անենք։ Հիմա քանի որ այդ անալիզը ախտորոշում է ուրիշները պիտի անենք, այսօր փորձենք, ասենք, քո գիտելիքների հիման վրա գուցե ուղղորդես, իսկ ինչ անենք, էլի։ Դե քանի որ այդ գենը ճնշվել է, ու ինչ որ մուտացիաների է ենթարկվել, դա կա էլի, այդ բոլորինն է տենց եղել, էլի, տենց չի ինչ որ մեկինը տենց չի եղել, բոլորը տենց են։ Ուղղակի մենք ամեն մեկը առանձին անհատականություն են կարող դրսևորվեն, բայց կարանք չդրսևորեն, ասենք, օրինակ ես վերջերս իմ գենետիկ անալիզն էի տվել, ինչ որ հիվանդությունների նկատմամբ, իմ մոտ չկա, ասենք, թե իմ գենում կար, որ օրինակ ծխախոտի նկատմամբ շատ կախվածություն են, բայց քանի որ ես բացարձակ չեմ ծխում, դա վրա իմ չի ազդում, դա չի դրսել, բայց այն բաները, որոնք իմ վրա ես կարող եմ հակում ունեմ, դա ազդում է, դրա համար պետք է դրան ուշադրություն ունենք։ Հիմա մենք հասկանանք, որ մեր գենը հայրենիք չսիրելու
ընդունակություն է ձեռք բերել այդ երկար ժամանակի ընթացքում հայրենասիրությունը չհասկանալով ինչ է հավատը կորցրելը այդ հստակ պետք է ոնց որ անա հստակ հասկանանք որ դա իրականությունն է մենք դա կորցրել ենք հիմա դա պետք է վերականգնվի Բայց դա ես այս հետազոտությունները որ արել եմ անցած դարի վերջերին այդ քո ասած ինչքան որ կարողացա ես հետազոտել ուրիշների հետազոտությունների արդյունքը նայել ինչ երենից ներկայացնում ժողովուրդը անցած տարի վերջին ես ահազանգեցի որ այ հայրենիքի ընկալման պակաս կա մի ահռելի հատվածի մոտ անգամ հակա հայրենասիրական շերտել կա եւ ահազանգեցի որ եթե մենք այչից որ խոսում ենք այդ բարեփոխումը եթե ապակինումը չանենք այս մեր հայրենիքի այս մի կտոր հատվածը նվեր է մնալու թուրքերին ահազանգել է մեծ առաջագերքից վերրագիրն էր ումից է հարկավոր փրկել հայրենիքը եւ ասում էի այս շերտից հարկավոր է փրկել ես այն դեռ նկատում էի իհարկե իմ ահազանգները չլսվեց դեռ ինձ էլ մեղադրում էին ինչ որ վատաբանելու մեջ բայց այսօր փաստի առաջ կանգնած եմ այնպես դու ճիշտ ես որ սոսկալի մեծ խնդիր ունենք հիմա վարակույրը բացվել է շատերը տեսնում են տեսնում եք հող ոնց են կեղտոտում զիբիլը թափում իրար հանդեպ ինչպես հողի հանդեպ ինչպես ամեն ինչ այդ կեղտը որ թափում Արցախի հանդեպ ինչպես արցախցու հանդեպ ինչպես կապ չունի ինչ արցախցի բան սաղ մի հայրենիք է բաժանել ենք ինչ մասերի այդ հիվանդությունը པարզ սկսեց երևալ մի քիչ խթանեցին հիմա գալիս է այդ ճշմարտությունը իմ անձը ինձ ամենակարևորն է քանի տունը չեն եկել ես բան չեմ անի ասենք օրինակ Սումգայիթում բան էին արել որտեղ քիչ զոհեր եղել որտեղ մի քանի հոգի համախմբել էին դիմադրել էին իսկ ամեն մեկը մտածում է մենակ իր համար ոնց փախցնի բայց կարող է չկարանա փախցնի բան այսինքն չէին մտածում որ դիմադրեն որ սպան չլինի տենց էլ կոտորածների ժամանակ եղերնի եւ այլն ամեն մեկը որ չմտածի իր անձի համար հիմա ստեղ նայեք ինչ է հայրենիքի որ սեր չկա ուրեմն կենսավոր էներգիան կչացել է այս մեր հայրենիքում քիչ է ինքը դա ճնշվում է եթե կենսավոր էներգիան ուժեղ լինի սկսեմ այդտեղ էլի այդ ինչքան էլ ճնշեն ինքը ավելի կբոց կտելի ինքը ավելի կդիմադրի ինչպես հիմա Պարսկաստանում եթե սխալ չի դիտարկում դերի կառավարիչները որ ասում են հիմա պետք է գան զորքերը մտնեն ասում մենք սպասում ենք եկեք երբ եք գալու եկեք չեն ասում վայ մեկ եկեք բան անենք բան ասում են եկեք մենք ես սպասում ենք գալ մենք ուրախությամբ ենք սպասում եկեք նայեք նույնիսկ այդ խոսքը հիմա կարող է իրականություն կապ չգիտեմ ոնց կլինի բայց այն որ իրանք ոգեշնչված են կարող է դժվար լինի շատ զոհելն են բայց իրանք ոնց որ չեն ջարդվում նրանց էլ ասում են դագաղներ սարքելու ցեխեր բացեք հա չեն ջարդվում դա պիտի հասկանանք որ իրանք որովհետև հայրենիք չեն կորցրել թեկուզ տարբեր ազգեր են ապրում այնտեղ հասկանանք որ տարբեր ազգեր են ապրում նույնիսկ ասենք ղեկավարը իրանց հոգևորը ադրբեջանցի է, չէ՞։ Այս ադրբեջանցիները թաթարներ են, հա, դրանք կապ չունեն ադրբեջանցի անունը իրանց տվել են, որ հետո հեղափոխություն անեն, միացնեն, աֆերիստություն են արել, էլի։ Բայց նայեք հիմա մեր մոտ այնտեղ կենսավոր էներգիան հələ կենթանի է, ուրեմն։ Քանի դիմադրում է, ուրեմն կենսավոր էներգիան կենթանի է։ Հիմա մեր մոտ կենսավոր էներգիան շատ քչեց, հազիվ շնչում ենք։ Ահա ոնց շատացնել կենսավոր էներգիա, որ աշխատում նու սիրել, սովորել։ Դա կարողանք հարցը ես գնում եմ вообще ուրիշ տեղ։ Թվում է թե ինչ, սիրել, սովորել Աստծուն, սիրել մարդուն, սիրել մեր գործունեությունը, բժիշկը, որ մենակ չմտածի իր շահի համասայն, որտեղ բժշկի մոտ գնում են մեծ մասը բժիշկներ կներեն ինձ բժիշկները, բայց այտենց իրականությունն էլ կա, էլի։ Ամեն ոլորտում է այտենց, մենակ ասենք իրենք մտածում են ոնց շահույթ ստանան, ոչ թե ոնց բուժեն մարդուն։ Ցավոք սրտից դա էլ է։ Բժիշկների հետ կապված մի դեպք եղել, որ բավական սովետական ժամանակ դեռ չեմ մոռացել։ Հարազատներից մեկը վատացել էր եկել էր քաղաք, շտապօգնություն կանչեցին, մեզ թույլ չտվեցին իրենց հետ գնանք, ասին ես ինչ ժամին կգա, գնացինք այդ հիվանդանոցը եւ ով է բժիշկը վերջը մի կերպ իմացանք, դե ուզում ենք բժիշկին տեսնեինք, դուրը կիսաբաց էր, ես տեսա որ հեռախոսով խոսում է եւ սպասեցի որ խոսք ավարտի որ նոր մտնեմ ու մեծ խոսում էր ասեց արա մի հատ ռայոնից մի հատ կին են բերել տեր չունի մեր չունի մեծ սառը տեղ կատարե գցել եմ այնտեղ
հասկանում ես դրա այդ խոսքը մինչև հիմա չի ջնջում մեջիցս մարդ է քո հայրենիքի մարդ իհարկե հետո ինքը իմացավ մենք ով ենք այդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը մեր հարևանը վազվզում էր մեր առջև հետո բայց հենց այդ չի սիրում ինքը հայրենիքը հենց այդ բարձ ու շատ են հիմա չգիտեմ շատ են թե չէ բայց ամենայն դեպս ցցուն օրինակ էր ինչ է գրում քեզանից տակ ինչ է թե չեն եկել իրեն տեսնելու մեզ էլ ասել են 7-ի շուտ չեք կարող գալ հասկանում եք վերաբերմունքը երտես միջև հիմա չի ջնջում մոտիցս այդ մարդը երևի հիմա չկա էլ դե ցավոք ստի իմ ընտանիքում էլ եղել իմ մորաքույրը իմ պապա տենց ռամիկ մարդ է եղել փայտի հետ մշակման գործը տենց ակտիվ չի եղել իր աղջիկը ինչ որ կույրաղիքի հիվանդ էր կույրաղիքը բորբոքվել էր տարեն հիվանդանոց պետք է վիրահատության տանեն հատանում են սեղանի հետ էին բերում որտեղ ինչ որ մեկը գարսե փողը տալիս ինքը խեղճ էր դե չէր մտածում դրա մասին որտեղ այնքան պահեցին այդ մորաքուրիս ունեց ջայել էլ աղջիկ էր 28 տարեկան կույրաղիքը տրակեց հետո մահացավ ինքը տեղ չտարան վիրահատուն ինչա բժշկին չէր գնում փող տար որտեղ ինքը ամաչում էր այդ բանը անել էլի հիմա չէր հասկանում որ տենց պետք է անի հասկանում եք մարդկային մոտեցումները մենակ շահի համար չի կարա լինի էլի այդտեղ ուրեմն մենք հայրենիք չենք սիրում եթե մենք ամեն ինչ շահն ենք մենակ մտածում ցավոք սրտի այդտեղ հայրենասիրությունը չկա պետք է շահը լինի բայց հայրենասիրության շահը պետք է առաջին լինի եթե բժիշկը ինքը խոստու երթում է տվել որ օգնի ինքը պետք է հասկանա ինքը նաև երթում է տվել հայրենիքին որ այդ հայրենիքի իր մարդկանց օգնի գյուղացին որ սիրում Աստծուն ինքը պետք է այդ մարդկանց էլի Աստծո արտացոլումներն են սիրի քաղաքագետը որ խորտում է տալիս որ իր երթումը ճիշտ ասամանադրություն բարի բայց ինքը եթե դա չի անում երկիրը տանում է գործաման ինքը գիտի դրան մասին ու ինքը ամեն ինչ անում է որ խաբեությունը առաջ գնա ինքն էլ չի սիրում երկիրը եւ մնացած իր համախոհներն էլ այսինքն պետք է երկիրը մենք սիրելուց մինչ սկսենք որ ասում եք բուժման միջոցներ բոլորը ասում են հիմա ժամանակ չունենք բանանենք պետք է սովորացնենք մեր հասարակությունը եթե կարողանանք սովորացնենք երկիրը սիրել ինքը երկիրը կգոյատևի կծաղկի եթե դա չանենք երկիրը կչանա կկործանվի դուք վատագույն սցենարները ասում եք մինչև մեր հաղորդումների ինչ-որ բաներ ենք մենք խոսում սցենարների մասին որ մեզնից կախված չի մեզնից կախված է եթե մենք սիրել սովորենք մեր կեսավոր էներգիան ուժեղ լինի մենք կարանք դիմադրենք այսօրվա կենսա էներգիան ցանկացած մեր խնդիրներին լուծման համար մենք մտածում ենք մի հոգին գա ու փրկի բոլորին խրտենց չի լինում ցավոք սրտի չեմ լինի որ գա իհարկե բայց մի հոգուց կախված չի այդ մի հոգին լինում է այն որը մենք արժանանում ենք դրան այս վերջերս վերջի իմ եթերի տակ YouTube-ում մի հոգի գրել էր թե իրականություն է ներկայացրել գելեր մեր վիճակը շատ ծանր է միայն Աստված կարող է մեզ փրկել ես գրեցի այո վիճակը այնպես իսկապես ծանր է առանց Աստծո աջակցության չի լինի բայց Աստված օգնում է երբ որ տեսնում է ջանքեր կան երբ որ տեսնում է ջանքեր կա գալիս սատարում է ասեցի եկեք միանանք այդ ջանքերը գործադրենք երկիրը փրկելու էլ այսինքն մենք պիտի անենք ոչ թե ինչ-որ սպասենք ուղարկի էլի Մավոց կեսաշուն պետք է բոլոր սիրենք բնությունը մեր ծառը բույսը հողը սիրենք մեր երաժշտությունը սիրենք մարդկանց միմյանց նկատմամբ Դեմ Աստծուն սիրել մի քիչ абստրակտ է, այդ մարդկանց Աստծուն սիրել նշանակում ամեն ինչն էլ սիրել։ Ես բնութապաշտության մասին չեմ խոսում։ Ասենք որ այդ աստվածայինն էլ է մարդու մեջ։ Սիրենք մեր գործը։ Մենք ինչ անում ենք, կարևոր չի մարդը ինչ գործ անում։ Պետք է ինքը կարինա այդ գործը անում է հայրենիքի համար։ Ինքը ամբողջությամբ ներդրվի, սիրով ներդրվի մենակ մարդիկ հասկանում են ֆիզիկական ինքը կներդրվի, այլ ինքը պետք է սիրով ներդրվի։ Եթե ինքը սիրով չի ներդրվել, իր աշխատանքը կենսավոր էներգիա չի տալիս, այսինքն հայրենիքը չի ծաղկացնում։
այդ կարևոր կետը, որ մենք զինվորը պետք է իր գործունեությունը նույնիսկ սիրովներ։ Դե ամեն մեկը պետք է, բոլորն են պետք է, մենակ զինվորներ մեր հայրենիքին պետք չեն։ Բոլոր մասնագիտություններն էլ պետք են։ Տենց չկա մասնագիտություն, որ պետք է։ Հիմա մեր օրգանիզմում, ասենք թե մաշկն էլ է պետք, աչքն էլ է պետք, ականջն էլ է պետք, ուղեղն էլ է պետք, ամեն ինչն է պետք։ Մի բան չկա, որ ասենք այս ավելորդը կտրենք, գցենք, չկա տենց բան։ Այդ պիտի հասկանանք ամեն ինչ էլ պետք է։ Տենց էլ մեր բոլոր մասնագիտությունները ովքեր ունեն, բոլորը կարող են որ հասկանան, որ ինչ իրանք անում են, հայրենիքի համար են անում, Աստծո համար են անում։ Եթե իրանք սիրով անեն, կենսային էներգիան կշատանա, ընդհանուրն էլ կշատանա։ Մենակ դրանից է կասած։ Մենք գնանք ես գնում եմ ամենախորքային պատճառները։ Իսկ քանի որ մենք երկար դարերով չենք սիրել, օտար ենք եղել, պայքարել ենք, ատել ենք, ու նաև ճնշված ենք եղել։ Մեր ընդունակությունները թուլացել է ամեն ինչի հասկանալու։ Դա պիտի հասկանանք, մենք այդ վիճակում ենք գտնվել։ Ոնց են փորձեր արեցին սևամորթերի մասին եւ այդ մյուսը։ Մենք ամեն գիշատից ենք եղել, մեր ռազմիկից գալիս էին վարձկան, մեզ ռազմիկներ էին վերցնում։ Նախանձում էին, բայց մենք հիմա այն ձուկի օրինակը, որ իրանք խեղճացել է, որ այն փոքր նույնիսկ գիշատիչներ չեն գալիս են փախցնում են Իրանից ու կերել են։ Դրա համար այդ վերականգնելու համար սիրելու process-ը պետք, որ մարդիկ սովորեն սիրել։ Իսկ այդ ամենավեհ բանն է, որ մենք ամեն ինչը սիրենք, մեր մեքենան սիրենք, բայց մեր մեքենան սիրել չի նշանակում կողքինին ատել։ Այսինքն քո հայրին կսիրել չի նշանակում կողքի ազգին ատել։ Եվ որ մենք սկսում ենք պայքարի մեջ մտնենք, մենք սերը կորցնում ենք։ Այդ էլ կարևոր կետ է, որ այդ հասկանանք։ Մենք պետք է մերը սիրենք, ծաղկացնենք, բայց ուրիշներին չճնշենք։ Երբ որ մենք սկսում ենք ուրիշներին ճնշել, մենք մեզ վատ ալին, ասենք կապիտալիզմը ինչ է։ Կապիտալիստը ինքը ճնշում է մյուսներին, շահույթը մեծ մասը իրանա, չէ՞ վերցնում, ճնշելու մոտեցում է։ Էլի հասարակության ոչ ճիշտ ձևակերպում։ Հիմա ասում են ամենաբանը օպտիմալը կապիտալիզմն է, դա հեքիաթ է, էլի։ Խապկանքների պես մեկը, չգիտեմ, 500-800 միլիարդ ունի, մեկը այսօրվա մտածում է հաց ուտի, այդ ինչ անհավասար բաժանում, ինչը իր ընդունակությունները ավելի շատ են։ Չէ, որոշի բան չի։ Ուղղակի հասարակության այդ մոտեցումը կապիտալիզմի աղաղում է դրան։ Դրա համար իրանք անհայրենասեր են, իրանք անմարդասեր են, որտեղ ամեն ինչ մտածում են, հիմա նոր թեմաներ են մտածում, որ այս պատերազմները եթե շրջանը բրծի, նոր տեսակի վարակներ տարածեն, ու էլի կառավարման միջոց է, էլի հիմա պատերազմների կառավարման միջոց անցնենք, չէ, Արցախյան պատերազմ, ուկրաինա-ռուսական, հիմա պարսկական, չգիտեմ, դա ինչ ասում են երկար է ձգվելու, նես թվեր են ասում, ես էլ չգիտեմ, վերլուծաբանները, որոնք ամերիկյան վերլուծաբաններ են, ոչ թե հայկական վերլուծաբաններ, նույնիսկ հետո էլի են պատերազմի աղբյուրները, հետո է դարաշրջան, այսինքն մարդկանց ճնշելու վիճակը, մենք պետք է վերափոխվենք, էլի, մի քիչ կարանանք, ամրացում այդ կենսավոր էներգիան։ Ոնց որ մեր իմունիտետը մարդը որ հա հիվանդանում, հիվանդանում է, պետք է մեռնի, պետք է ինքը իր իմունիտետը ուժեղացնի, մինչև ինքը իր առողջության վրա չաշխատի, չի կարա։ Իսկ առողջության համար աշխատելու վրա ինքը պետք է ստրեսները հաղթահարի, սկսի սիրել։ Ստրեսները երբ որ հաղթահարի, սկսի իր մեջ սերը շատանալ, ինքը իր նկատմամբ սիրել չի նշանակում էգոիստ լինի, այլ իր մեջ աստվածայինը շատացնի։ Մարդիկ մեկ-մեկ այդ ընկալումն էլ, ասում են ինքդ քեզ սիրի, հասկանում են ինքը իր մարմինը սիրի, չէ։ Ինքդ քեզ սիրի որպես աստվածայինը քո մեջ, այդ քո մեջի աստվածայինը որ բացահայտես, ինքը այս մարմինով է գործում, դրա համար այս մարմինն էլ պիտի լավ վերաբերվես, էլի, այդ բանը, բայց ոչ թե էգոիզմը շատ, նարցիսիզմի մասին չեմ խոսում։ Կարևոր բան ես ասում, թե ես խոսք ասեմ, հիմա տես, ճիշտ ես ասում, որ պիտի, բայց նաև ես ու դու գիտենք, որ ինչքան է ելույթ ունենանք, էական փոփոխություն չի լինելու։ Փոփոխությունը որպեսզի լինի, նաև հաշվի առնելով, որ 600 տարի անընդհատ այդ բացական հետևանքները կա, այստեղ տիտանական ջանքեր են պետք։ Եվ ես այս ինչ որ դու ներկայացրեցի դրա պատկերացումը ունենալով, խնդրի Հայաստանի բոլոր իշխանություններին դիմել եմ, որ
պիտի այդ քո ասածները արվի։ Ախր այդ իշխանականներն են այտենց Դե հիմա ճնշվածները, ստրուկները։ Ես նույնիսկ լավ ես չեմ ուզում ծավալ քեզ համաձայն եմ, բայց ես ուզում ասեմ բոլորին դիմել եմ, որովհետև այս գլոբալ խնդիրը կլուծվի պետական ռեսուրսների օգտագործմամբ, բայց դժբախտաբար չընկալես թեպետ նախորդների օրոք էլի մարդիկ այն որ ընկալում էին։ Հիմա առավել եւս այս իշխանությունների օրոք բացառվում է որ դու գնաս քեզ ընկալեն, որտեղ հակառակն են անում եւ բայց խնդիրը լուծել ուզում է եւ ինչքան ես եմ հասկանում դեպի ներքևից սկսվի, ասենք ինչ որ մի խումբ մարդիկ քեզ նման իս նման որ հասկանում են, համախմբվում են, փոքր ինչ որ համայնքով այդ իդեալականի պես կառուցում են որ մարդը այդպեսին է, հետո կամաց սկսում են տարածել, այստեղ էական դեր կարան ունենալ հոգեվոր կառույցները, օրինակ եկեղեցուն եթե շատ չճնշեն ինքն կարող է մեծ դերակատարություն ունենա փորձել ունի մարդկանց մոտ կարելիներ, չի կարելիներ սահմանել առումով, այսպես մի կարևոր խնդրի առաջ են կանգնած, որ պիտի լուծենք, եթե չլուծեցինք, էլի ինչպես դու ես ասում էներգիան կնվազի, պետությունն էլ եւ վերջի լավ չի լինի։ Նայեք, հիմա որ ընտրություններ ա լինելու, շուտով դե համտեմ, նաեւ հայրենասիրությունը մասնակցել է ընտրություններին։ Շատ միանշանակ հասկանում եմ։ Առավել հայրենասերես, եթե քվե չես տալի այս իշխանությունների։ Նու պիտի մասնակցել էլ, որտեղ եթե մենք չենք մասնակցում, թողում ենք, որ չլինի այդ մեր քվեն վերցնում են ուրիշները, օգտվում են այդ քվեով։ Ինչ որ ձև, հա։ Ինչ որ ձև հաստատ օգտվում են, որովհետև այդ քվեն, ասենք մասնակցում է 20 անցյալ ընտրություններին 25% տաղավա մասնակցել, բայց այն 75%-ի քվեն իրանք են վերցրել, չէ։ Մենք ուրիշ ձև ամենայն դեպս մասնակցելը պետք է։ Դու քիչ ես մասնակցում, ինչ որ ուժեր կարողանում են հաղթել։ Քիչ ուժեր ներկայացողները, որոնք կարում են ինչ որ ռեսուրսներ օգտվել, կարողանում են ինչ որ ասենք իրանք օգտվում են 20%-ին ստիպել, որ իրանք օգտին բանի, բայց 20%, 80%-ին սկսում է իշխանությունը գալ։ Այդ առումով այդ պիտի դրա համար գոնե մասնակցեն, ոնց ընտրեն, որտեղ ամենադժվար բանն է, որ ոնց ընտրեն մարդիկ, ոչ թե հետևեն շատ ով ինչա խոսում, որտեղ բոլորը ով ավելի լավ սուտ կխոսա, մի քիչ տենց է, իրոք տենց է, պետք է մի քիչ իմաստանան, որ նայեն այդ խոսալուն չհետևեն, որտեղ փորձը մի հատ նայում են ոնց է, այլ հետևեն ինչքան ինքը արժեքահամակարգ ունեցող մարդիկ են։ Այդ նայեք մենք անկում ենք ապրում ազգային, որտեղ դարերով որ ստրուկ ենք եղել, ուրիշ ազգերի տակ ենթարկվող ենք եղել, տենց ասեմ, դե ինչ-որ չափել ստրկական վիճակում ենք եղել, մեր հարկերը ավելի շատ է եղել Թուրքիայում եւ այլն։ Մեր մտածելակերպը շատ անկումային է։ Դրա համար նայենք ով է արժեքներ ներկայ, որտեղ արժեքային համակարգը անկում է ապրել, կենսավոր էներգիան էլ է դրանից։ Ով ավելի բարձր արժեքներ ունի այդ մարդը, այդ կամ այդ կուսակցությունը եւ այլն, այդ ընտրությունը արժեքների մեջ դրենք, այսինքն արժեքահամակարգի շատ ուժեղ անկում է մեր ազգը ապրել ամեն տեսակի արժեքների, կարևոր չունեն ոնց որ ասենք արժեքահամակարգի չափանիշ, որտեղ ոնց որ ասենք հիմա եկեղեցիներ ինչ որ արժեքահամակարգ ինքն էլ չկա, չէ, ասենք արժեքահամակարգ, ասենք Արարատ սարներ արժեքահամակարգը ջնջեցին, ինքը ջնջել արժեքահամակարգեր ինչ որ մեր հողն էլ գրավեցին, չէ, պետք է հասկանանք արժեքահամակարգերը մենք բոլոր կորսում ենք արժեքահամակարգը ինչ որ մշակույթ, հիմա լիքը ուրիշ մշակույթներ ներխուժում են եւ ոչնչացնում են։ Դրա համար ով ավելի բարձր արժեքահամակարգ ու բարոյական սկզբունքներ ունի, այդ իրանց ընտրեն։ Այդտեղ պետք է մարդիկ կարան այտենց են, ոչ թե ով ավելի շատ է սուտ խոսում, որտեղ էս հիմա մարդիկ միամիտ լսում են այսպես, որտեղ ինչ ասում են, մեկը չեն անում, խոսալու մեջ է, այլ արժեքահամակարգ ունեց, կարող են արժեքահամակարգ ունեցողներ շատ քիչ անեն, բայց գոնե քայլ անեն դրա պլյուսի կողմը, ոչ թե մինուսի կողմը, որտեղ որ շատ ասում խոսում, հաստատ բացասականի կողմն են էլի քայլ անել, այսինքն ընտրեն արժեքահամակարգ ու բարոյական մարդկանց։ Այդ ամենակարևոր կետն է, որ տենց հիմա կոնկրետ կուսակցության որտեղ գովաց չեմ ուզում անում, դրա համար որ
հստակ ընտրեն այդ արժեք համակարգ ունեցողներին, որ կարողանան մտածեն ժամանակա, ովքեր իրոք արժեք համակարգ, իրանք զգում են բոլորը, ով ունի արժեք համակարգ, դրա համար շատերը ովքեր չունեն արժեք համակարգ, պայքարում են արժեք համակարգ ունեցողների նկատմամբ, որ իրանք արժեքներ ունի, այն ով որ չունի, ամեն ձևով ուզում են ցածրացնեն, վատաբանեն, նու ասենք օրինակ ձեզ հաստատ լիքը այնքան վատ բաներ են, չի ասում, ես իմ ինչի հատորներ հիմա ես վերջերս չեն ասում, բայց ինչ բան ինչ որ դու ասեցիր, դա էի ասում, ուրիշ բան չէի ասում, բայց դրա համար ասենք ինչ որ հատորներ կարելի հավաքել էլի, անգամ կոչ են անում պայքարել իմ դեմ, ես պիտի տեղ չունենամ Հայաստանում։ Հետո ասում են ինչ որ հիմա դու ասեցիր, բոլորը քեզ կծափահարեն, ասեն ճիշտ ասում մարդը։ Բայց ես դա ասում էի 30 տարի առաջ, 25 տարի առաջ մարդը չէին տեսել։ Ասում են դու հրայ ես, բան, ես հատուկ գնացի գենետիկ անալիզը տվեցի։ Չէ, ազգայնառումով բան։ Ազգայնույթ գենետիկ բանով բան արեցի, որ ասեմ տեսնեմ, ես էլ չգիտեմ ինչ ա եղել է։ Հա դե կարող մի 500 տարի առաջ չգիտեմ գենետիկ անալիզը ինչքան է ճիշտ, որտեղ ուրիշ երկրում են անում կախվածությունի, եկել է որ 100%-ը մի ազգից է, մեզ նո էս դեռ տարածքն են ասում, այս տարածքի մեջ է, նո որ 100% այս արեալից եմ էլի, հիմա ուրիշ բան չեն կարա իրանք որոշեն էլի, ինքը այն գենետիկ բանն է, որ այս արեալում է ու 25 1000 տարի այս արեալում ենք ապրել։ Էլ ուրիշ դու այդքան կարան էլի գենետիկան հələ այդքան շատ ինչքան զարգացած եկան։ Հաստատ ուրիշ արեալից չեմ էլի այդքան։ Դրա համար ուրիշ արեալներին չեմ պաշտպանում, դա հստակ ասում եմ, որ գաղափարներ կան, որ դե հավատաբանում են ինձ էլ բաներում, որ չգիտեմ այս ինչ մասարդի ակումբ բան ես, ես իմ ինչ ասում։ Սկսենք էդի արժեքահամակարգներից, նայեք ովքեր արժեքահամակարգի մասին են խոսում, ասենք հիմա ես դասընթացներ եմ անցկացնում։ Ասած որ ասեցի ուրեմն գոլեգաներ եք, ինձ էլ են ասել, որ իրացից փողերը ստանում այդ կողմից։ Ես հիմնական իմ դասընթացները արժեքահամակարգի վերափոխում բարձրացնում եմ, որ այդ ստրկական միջին, դե հիմա ինչքան կարում եմ ես այդքան եմ անում մարդկանց, բայց ես այդ քայլը անում եմ, այսինքն որ արժեքահամակարգը փոխվի։ Ես քրտնաջան շատ դեպքում անշնորհակալ, ինչ որտեղ շնորհակալ գործունեություն եմ անում, դա երկար տարիներ արդեն, տասնյակ տարիներ արդեն։ Ոչ մի լավ գործ չի մնում անպատիժ։ Խոսքը չէ կինոյում էլ կա։ Բայց այդ քայլը անեն արժեքամակարգից է ամենից սկսում։ Եթե մարդը արժեքամակարգ ունի, իր արդեն մասնագիտության մեջ ինքը ճիշտ գործունեություններ կանի ու ճիշտ արդյունքներ կտա, այդ արդյունքները բարիք կբերի մարդ հայրենիքին։ Այսինքն հայրենիքին ծառայելու համար պետք է հասկանանք, որ հայրենիքի ծառայելը մարդիկ սխալ են հասկանում։ Այդ մենակ ինչ որ ցույցեր, մենակ ճորտ խոսքեր չեն, այլ հայրենիքը ամեն օր սխրանք անելն է, ամեն օր, որ օրինակ Զարթնեցի իրիկունը մտա այսօր ինչ գործունեություն եմ արել, որ իմ շահերից դուրս ա եղել, ոչ թե իմ շահերի, այլ ինչ եմ արել, պարտադիր չի կարող մտավոր աշխատանքը մարդիկ չեն գտան, բայց մտավորն էլ է մեծ քայլ, ու դա պետք է հասկանանք։ Իրոք իմ աղոթքները ուղղել է անշահախնդիր, ասենք Աստծուց ես չեմ ուզել բան, մենակ հայրենիքի համար եմ ես ներկուս այդ աղոթքը արել, ու այդտեղ ավելի հոգևոր բաների մասին խոսենք։ Այսինքն մարդի արժեքամակարգը որ փոխվում է, ինքը իր գործունեությունը իր անձնականից արդեն համընդհանուրին ասում։ Այդտեղ մենակ հայրենիքի սերը կձևավորվի։ Այսինքն արժեքամակարգը փոխելով ինչ որ տոկոսի, ես բոլորը շատ դժվար է, որ ընդհանուր մեր այս կենսավոր էներգիա մի հատ կենթանան է, որ բույսը որ չորանում չեն ջրում, ոչ մի փխրացում հողի չկա, պարտադիր չեն տվել, որ սկսում են մի քիչ գոնե արև ընկնի, մի քիչ խոնավություն ընկնի, քիչ ինքը սկսի այն չորացած ճյուղերի տակից այն ծիլեր տա, բայց դա պետք է ինչ որ տոկոս մարդիկ անենք, մնդեղ ասում եք դու 10% 10 լավագույն դեպքն է։ Պետք է քայլ արժեքամակարգի ունե 10% անի, որ ծիլ տա, որ չգնա, որտեղ մենք այդ գործել ենք այդ արժեքահամակարգ բանը, որտեղ որ հենց գալիս են ինչ-որ ազգ գրավում է մեզ, ինքը ճնշում է մեզ, որ չունենանք արժեքահամակարգ, ինքը գիտի, իրանք գիտեն, որ արժեքահամակարգից են զրկելու, որ մենք ստրկանանք։ Ինչև գրավել են անում, ինձ քեզ նման մարդկանց վատաբանում են, վարկաբեկում են, որ չլսեն, հետո գալիս են գրավում են։ Մինչև գրավելն են իրենք սկսում վատաբան։ Իմ ասենք Թուրքիայում կոտերածները սկսել են իմ պապու նախապապերը
նո եղել են ինչ որ մշակույթի մարդիկ, բոլոր այդ մշակույթի մարդկանց սաղին վերցնում էին ու սպանում էին, ինքը բժիշկ են եղել ու ինքը բանտում այդ 1800 թվականներին է այդ բժիշկը փրկածելն է բանտի պահողի երեխայի կյանքն է փրկածելնում ու կնոջ կյանքն է իսկական փրկխիրուրգ լինում այս բանտապան ասում ձեզ տանել են այդ հայերին բոլոր մշակույթի որ կարաղ ազգը ղեկավարի ինչ որ առաջ տանի սաղին հավաքել են ոչնչացրել հետո մնացածը արդեն հեշտ է դրա համար իրանք սկզբից երկար ժամանակ են մտածել այդ 15 թվին չի այդ երկար իրանք ուղղակի փրկվում են որ դրա համար սերունդը կա իմ այդ բանտապահումը նավակը նստացնում գնում են Թեոդոսիա այնտեղ Այվազովսկին ֆինանսավորում է որ իրանք ապրեն նու տենց ինչ որ պատմություն կա նե հիմա նայեք գլխավոր գլուխը որ կտրում են ազգի հետո որ կենսահուր էներգիա տալիս ազգը արդեն ինքը всё ինքը չունի ինքը ընդունակ չի բոլորը չեն կարա սերունդ տալ էլի այսինքն սերունդ տալ հասկանալով ազգի vocation պայլ ասենք ոնց որ նժդեի պեսներին բոլորին որ սպանեն всё ազգ ոնաշարը ջարդում են էլի դրա համար մտածում են ոնաշար ջարդելու համար դրա համար մենք հակառակ կողմը բարոյական նորմերը երբ որ բարձրացնենք արժեքահամակարգերը ազգը կվերափոխվի 2 րոպեում ամփոփիչ եթե ինչ որ բան մնաց ասելու եթե շատ բան մնաց հաջորդ մեր հանդիպման ժամանակ դե սիրենք մեր գործունեությունը ու ամեն մեր գործի մեջ թե հիմա ասենք տնտեսվարող եմ թե տնային տնտեսուհի եմ թե թոշակառու եմ կարևոր չի ինչ գործուն որ ինչ ես անում եմ ինչ գործուն ում հետ շփվում եմ ում բնության հետ եմ շփվում սեղանի հետ եմ շփվում կարանամ ես հարգալից վերաբերել նրան թեկուզ սեղանին սիրեմ այդ ինչ անում եմ ու դա մտածեմ ոչ միայն իմ ինչա շահ բերելու է սեղանի շփվելու, այլ ես ինչով եմ կարանալու օգնել այդ իմ գործունեություն, որ ասված տվել է ինձ այս հնարավորությունները, այս շնորհներն է տվել, ես դրանով ոնց կարամ օգնեմ այդ իմ շրջապատին գտնվողներին, ոնց ծաղկացնեմ։ Այս իմ գործունեությունը սեղանի հետ է, ես այս սեղանի տիրույթում կենսահոր էներգիան շատացնելով Հայաստանում շատանում է կենսաէներգիան, իսկ կենսահոր էներգիա որ շատանում է Հայաստանում, սկսում է ծաղկել Հայաստանը, ծաղկել ոչ միայն նյութապես, բարոյապես, հոգեպես, նաև ծաղկել ամրանում է, հզորանում է, ուժեղանում է ու արդեն ինքը անխոցելի է դառնում ու ինքը ավելի սկսում է ուրիշ լեզվով ասեմ պրոդուկտ տալ, արդյունք տալ, պտուղ տալ այսինքն ինքը պտուղ է տալիս, որ ուրիշների համար կարևոր է։ Երբ որ մենք ուրիշների համար կարևոր ունենք, երբ որ պտուղներ տանք, եթե մենք պտուղներ չենք տալիս, թե հոգևոր դաշտում, թե ինտելեկտուալ դաշտում, թե ֆիզիկական դաշտում, հիմա մենք ասում ենք տեխնոլոգիաներով բան, ամենի շատ հեռու ենք, մենք շատ հեռու ենք գտնում, բայց մենք կարանք որ ինչը պտուղ պիտի տանք, այնտեղ կարան պտուղ տան, որտեղ շատ է կենսահոր էներգիա ունի։ Ու արդեն մենք արժեք կներկայացնենք արդեն մյուս ազգերի մեջ ու մեզ ոնց որ հաշվի կնստեն մեր հետ, չեն վարվի նենց ոնց որ վարվում են հիմա։ Բարի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հեռուստադիտողին հիշեցնեմ, որ ՎԼԿ արտաշարի հյուրընկալեց Տրդատ Դոնիկյանին եւ այսօրվա թեման էր հայրենասերեն արդյոք հայերը։ Մինչ նոր հանդիպում։